Ելքը հատուկ սպեցպրոյեկտ էր։ Ում կողմից ստեղծված։ Իշխանության կողմից ստեղծված։ Տեխնոլոգների, որովհետև խորհրդարանում պետքա ընդդիմություն լինի իբրև։ Ղժղժան Նիկոլից լավ ընդդիմություն։ Գոռացող պետք է լինի, ղժացող պետք է լինի, տարան, տալանին։ Բայց այդ ոնց են անցնում։ Նա այսինքն ձեռնտու է իշխանությանը։ Այդ իշխանական սխեման է։ Եթե իշխանությունը ըստ ձեր վարկածի չաջակցեր ելքին, ելքը չէր անցնի խորհրդարան։ Չէր անցնի, բա ոնց։ Կանցնեիք դուք։ Ոչ էլ մենք։ Ելքը ձեր էր տալիս իշխանությանը։ Այդ մի 15-20 հոգի, որ ման էին գալի, բարձրախոսով ասում էին ելք կա, հազար անգամ ենք տենց մանեք է։ Որտեղ կար, ամենտեղ իրենց պաստառները կար, հողը որտից։ Դրամահայթայթման երեկոներ էին անում, իրենք այդպես են ասում։ Դե կասեն, ես էլ կասեի նույն նման։ Իրենք էլ ձեզ կարող են հարցնել, պարոն Կարապետյան, ձեր փողը որտեղից էր այն ժամանակ, թեև դուք չանցաք խորհրդարան 2007-ին։ Ես գումարներ ունեի, ես հարուստ մարդ էի, սննկացրեցին։ Չնայած հիմա էլ չեմ խեղճանում, պարկասում, ամեն ինչ ունեմ, տուն ունեմ, երեխեք ունեմ, ընտանիք ունեմ։ Հեռուստաընկերությունը չունեք ցավոք, որը այդքան սիրում էիք եւ որին այդքան նվիրված էիք։ Այդ տարան ձեռիցս։ Դա քաղաքական հետապնդում էր, պարոն Կարապետյան։ Չէ, բա ինչ էր։ Ուղղակի ձեռք չէր տալիս ոմանց։